Հիսուս Երուսաղեմ ելավ, և Երուսաղեմում ոչխարների ավազանի մոտ մի տեղ կար, որ եբրայեցերեն անվանվում էր Բեթհեսդա, 5 սրահներով, որոնց մեջ պառկած էր մի մեծ բազմություն հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնվելուն, և Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը և ջրերը խառնում, և ով ջրերը խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր հիվանդությունից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ 38 տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուս տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա շատ ժամանակից ի վեր է, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշ ինձանից ավելի առաջ է իջնում»։ Հիսուս նրան ասաց. «Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա»։ Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս, և այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Շաբաթ օր է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։ Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց. վերցրու քո մահիճը և գնա»։ Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց. վերցրու քո մահիճը և շրջիր»։ Իսկ բժշկվածը չէր իմանում, թե ով է նա, որովհետև Հիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետև Հիսուս նրան գտավ տաճարում և ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։ Մարդը գնաց և հրեաներին պատմեց, թե Հիսուս էր, որ ինձ բժշկեց, և հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։ Դրա համար հրեաները առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր Հայրը և իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Պրոբատիկեի ավազանի 38 տարվա անդամալույծի բժշկության դրվագն էր ներկայացնում մեզ ավետարանը, Հովհաննու ավետարանը։ Ուրեմն ինչ ավազան էր սա։ Այս ավազանը գտնվում էր Երուսաղեմի տաճարի մոտ։ Օրմանյան պատրիարքն ասում է պրոբատիկե ավազան նշանակում էր ոչխարների կամ խաշների ավազան։ Եվ ասում է այդ ավազանը նախատեսված էր, որ այնտեղ ոչխարներին ջուր խմեցնեն, նաև զոհաբերության համար բերված ոչխարներին լվանում էին, մաքրում էին այդ ավազանի մեջ։ Եվ ավետարանն ասում է, որ եբրայերեն այդ ավազանը կոչվում էր Բեթհեսդա, այսինքն ողորմության տուն, ողորմության տեղ։ Ինչու՞, որովհետև նաև այդ ավազանի մեջ հրաշքներ էին լինում։ 5 սրահներով մի ավազան էր, որտեղ ասում է բազմաթիվ հիվանդներ, կաղեր, կույրեր, գոսացածներ, անդամալույծներ հավաքված այդ ավազանի շուրջ այդ սրահների մեջ սպասում էին, թե երբ ջրերը պիտի իրենց սկսեին շարժվել, որովհետև ավետարանն ասում է, որ մի հրեշտակ էր իջնում, կարծես, այդ ջրերը սկսում էին շարժվել, ալեկոծվել, հուզվել, և ով հասցնում էր շուտ մտնել այդ ջրերի մեջ այդ պահին, ալեկոծումից հետո բժշկվում էր։ Եվ Հիսուս, որ տոնի առիթով եկել էր Երուսաղեմ, եկավ այդ ավազանի, այդ սրահները, որտեղ այդ հիվանդներն էին, և մի հիվանդի տեսավ, որ
38 տարուց ի վեր այդտեղ ընկած էր հիվանդ վիճակով եւ հարցրեց, ասեց, ուզում ես բժշկվել։ Մարդն ասաց, ոչ մեկը չունեմ, որ ինձ ջուրը հասցնեն, ես ինքս անկարող եմ արագ շարժվելու, ջուրը մտնելու շուտ, իսկ մեկն օգնող էլ չունեմ, մի հարազատ մարդ էլ չունեմ, որ ինձ ջուրն իջեցնի եւ ջրերը հուզվում են։ Եվ ուրիշներն ինձանից շուտ են մտնում եւ ես այսպես մնում եմ։ Եվ Հիսուս ասաց այդ մարդուն, վեր կաց, մայիջդ վերցրու եւ քայլիր։ Եվ մարդը վեր կացավ ու սկսեց քայլել, այսինքն հրաշք տեղի ունեցավ, իսկույն բժշկվեց մարդը։ Մենք բոլորս այդ կույրերը, կաղերը, գոսացածները, հիվանդները, անդամալույցներն ենք, որ այս աշխարհի ավազանի շուրջն ենք կամ ավազանի մեջ ենք։ Եվ բոլորս ակն ունենք Աստծո ողորմության, բժշկության։ Բայց շատ հաճախ մենք այս մարդու նման սպասում ենք, որ մեկը մեզ պիտի մտցնի ջուրը, մեկը մեզ պիտի իջեցնի, մեկը մեզ պիտի օգնի։ Մինչդեռ, քանի դեռ մարդը այս աշխարհի մեջ հույս ունի իր կամ որևէ մարդու կարողության, օգնության, ուժի վրա, մարդը պիտի զուրկ մնա բժշկությունից։ Շատ հաճախ մենք էլ ենք այդպես ասում եմ, ինչի եկեղեցի չես գալիս, ասում եմ, մի քիչ հեռացել եմ, մի քիչ մեղքերի մեջ եմ ընկել, ուզում եմ մաքրվեմ, նոր գամ եկեղեցի, երբեք չես մաքրվի, ո՞նց պիտի մաքրվես, եթե եկեղեցի չգաս, ո՞նց պիտի ընկած հոգևոր վիճակդ հաղթահարես, վերականգնես, եթե չգաս, եթե Աստված քեզ չօգնի, քեզ վրա է հույսը դրել, որ դու քեզանով կարող ես վերականգնվել, դու քեզանով մենակ մեղքի մեջ կարաս ընկնես ու ավելի կարաս վիճակը ծանրացնես։ Բայց շատ հաճախ մեր ենթագիտակցության մեջ այդ վիճակը կա, որ մենք մի քիչ արժանի լինենք եկեղեցի մտնելու համար։ Եթե պիտի արժանի լինենք եկեղեցու մտնելու համար, ուրեմն մենք եկեղեցու կարիքը չենք ունենա, եթե մենք կարողանանք հասնել այդ վիճակին, որ մենք արժանավոր ձևով մտնենք եկեղեցի, ուրեմն մենք եկեղեցի մտնելու կարիքը չունենք։ Ուրեմն Քրիստոս չասեց, ես եկել եմ առողջների կամ արժանավորների կամ արդարների համար, ասեց, ես եկել եմ մեղավորների, հիվանդների համար։ Իրականի մեջ մենք բոլորս հիվանդ ենք, որտեղ բոլորս մեղավոր ենք, մեղքով հիվանդ ենք։ Բայց ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, որ իրենք հիվանդ են եւ բժշկի ու բժշկության կարիք ունեն։ Այս աշխարհի մեջ ընկած, այս աշխարհի ընթացքով, ուրախանալով, զվարճանալով, ուտել խմելով, քեֆ անելով, փող աշխատելով, ման գալով, չգիտեմ, իրենց հաճույքները, իրենց ցանկությունները բավարարելով ապրում են իրականում ունայնության մեջ եւ չհասկանալով, որ իրենք կարիք ունեն բժշկության, որպեսզի այս աշխարհից դուրս գան, կանգնեն Աստծո առաջ բժշկված լինեն, մեղքերից ազատագրված լինեն, թոթափված լինեն մեղքերից։ Իսկ բժիշկը, միակ բժիշկը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ եկավ աշխարհ, որպեսզի հիվանդին բժշկի, որպեսզի մեղավորին գտնի եւ փրկի, մեղավորին արդարացնի։ Պիտի մեր հույսը, մեր հայացքը, մեր ապավինությունը միայն Աստծո վրա դնենք։ Մարգարեն ասում է, անիծյալ է այն մարդը, որ հույսը կդնի մարդու վրա։ Եվ օրհնված է այն մարդը, որ իր հույսը Աստծո վրա է դնում։ Ուրեմն մենք մեր հույսը պիտի Աստծո վրա դնենք եւ Աստծուց ակնկալենք մեր բժշկությունը, Աստծուց ակնկալենք ողորմությունը, շնորհը։ Այս 38 տարվա անդամալույցին Քրիստոս մի ակնթարթում բժշկեց առանց ջրերի հուզվելու, առանց ավազանի մեջ մտնելու, իր ողորմությամբ ասեց վեր կաց, վերցրու մահիճդ եւ քայլիր, եւ մարդը անմիջապես վեր կացավ եւ հրաշք տեղի ունեցավ։ Հրաշք տեղի ունեցավ, անմիջապես բժշկվեց։ Բայց ասում է օրը շաբաթ էր եւ կրոնական առաջնորդները, փարիսեցիները, դպիրները եւ այլ տեսնելով բժշկվածին, ասեցին, ես ինչ ես անում։
Շաբաթ օրը իրավունք չունես մահճակալը շալակած ման գալու, գործ ես անում, շաբաթի օրենքը խախտում ես, եւ մարդն ինչ է ասում, ասում է նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասեց մահիճդ վերցրու եւ քայլիր, եւ ասում են ով է նա, որ քեզ ասեց մահիճդ վերցրու եւ քայլիր, չեն ասում ով քեզ բժշկեց, ասում են ով ասաց մահիճդ վերցրու եւ քայլիր, որտեւ իրենց հետաքրքիր չի ով բժշկեց, այլ իրանք ուզում էին գտնել նրան, ով շաբաթի օրենքը ըստ իրենց շաբաթի օրենքը խախտել էր եւ մեղադրեին, օրենքը խախտելում էր, բայց որ մի ամբողջ մարդ բժշկվել էր, այդ էական չէր իրանց համար, կարևորը, որ շաբաթի օրենք էր խախտվել, ըստ իրենց ասում եմ, որտեւ Քրիստոս ոչ մի օրենք չէր խախտել, եւ ասաց, որ չեմ խախտել, Քրիստոսն ասում է, շաբաթը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթի, շաբաթը բարիք գործելու համար է, եւ Քրիստոս բարիք էր գործել շաբաթ օրվա մեջ։ Ուրեմն այս բանը մինչև հիմա շարունակվում է։ Այսինքն եկեղեցու, Աստծո գործած գործը, հրաշքը չեն տեսնում շատերը, այլ ուզում են մի հատ շաբաթի օրենքի խախտում ճակերտավոր գտնել, որ ցեղ շպրտեն եկեղեցու վրա, քրիստոնեության վրա, վարկաբեկեն եկեղեցին, քրիստոնեական հավատքը, մեզ, հավատացյալներին, հոգևորականներին, բայց որ այս եկեղեցին դարեր շարունակ մեր ժողովրդի բժշկելա եւ հրաշքների միջոցով վերել հասցրել այս օրը, այս բանը կարևոր չի։ Կարևորը տեսնենք, թե որտեղ է շաբաթը խախտել, որ այնտեղ այս եկեղեցուն վարկաբեկենք, եկեղեցուն քրիստոնեական հավատքը վարկաբեկենք, ասենք մեզ պետք չի այդ հավատքը։ Հիսուսի ժամանակներից գալիս է եւ պիտի գնա մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը։ Բայց սա պիտի չանհանգստացնի մեզ։ Եթե մենք ընկնենք նման բաներին պատասխան տալու կամ նման մարդկանց պատասխանելու հետևից, մենք կշեղվենք մեր առաքելությունից։ Մենք պիտի անենք այն, ինչ որ պիտի անենք։ Մենք պիտի մեր առաքելության մեջ լինենք։ Մենք պիտի բժշկենք մեր հոգիները, մեր հոտը, մեր ժողովրդին։ Մենք պիտի մեզ առաջնորդենք, մենք մեզ բոլորիս դեպի Աստծո արքայություն։ Հաջորդը ասում է, այս մարդը չգիտեր, թե ով է իրեն բժշկել։ Աստված մեր կյանքում շատ ու շատ հրաշքներ եւ բժշկություններ է գործում եւ շատ հաճախ մենք չենք էլ գիտակցում, որ Աստված էր, որ արեց։ Բայց Աստված ամեն օր է մեզ նախախնամում։ Ժողովուրդ ջան, մենք ամեն օր, որ մեր բերանը բացում ենք եւ օդ ենք ներքաշում մեր մեջ, շնչում եւ արտաշնչում ենք, դա Աստծո շնորհն ու ողորմությունն է։ Եթե Աստված այդ շնորհը չանի մեզ, մենք օդ ուղղակի չենք կարող ներքաշել եւ մենք տեղում մեր կյանքը կընդհատվի։ Մենք որ աչք ենք բացում, լույս ենք տեսնում, Աստծո շնորհը եւ ողորմությունն է։ Այսինքն ամեն մարդ պիտի անդադար եւ միշտ հիշի այս բանը եւ փառավորի Աստծուն, շնորհակալ լինի Աստծուց, գիտակցի թե որտեղից է այդ բժշկությունը գալիս, ով է տվել, բայց շատ ու շատ մարդիկ չեն գիտակցում, չեն աղոթում, փառք չեն տալիս Աստծուն, գիտենք թե իրենք իրենցով են ապրում, իրենք իրենց են կյանք տալիս, երբեմն հարցնում եմ, ասում աղոթում ես, ասում մեկ-մեկ աղոթում եմ, երբեմն աղոթում եմ, ասում Աստված քեզ ամեն օր պահում է, դու երբեմն ես աղոթում, Աստված քեզ ամեն ժամ նախախնամում է, դու մեկ-մեկ ես հիշում Աստծուն, ոնց կլինի դες, շատ կարևոր է, որ մենք ճանաչենք, թե որտեղից է գալիս մեզ աստվածային օրհնություն, շնորհ, ողորմություն, կյանք,
Ի վերջո ասում է Հիսուս այս մարդուն տաճարում գտավ եւ ասեց. գնա, նայի, այլևս մեղք չգործես, որ ավելի մեծ չար բան չպատահի քեզ, ավելի մեծ չարիք չգա քեզ վրա։ Ուրեմն այստեղից էլ մի բան մեծ մասամբ եւ հիմնականում մեր չարիքների պատճառը, մեր հիվանդությունների պատճառը մեր մեղքերն են։ Այս դրվագում, գոնե ուրիշ դրվագում, որ Հիսուսն ասեց, մեղքը չի պատճառ, այլ դրա հիվանդությունը Աստծո փառքի համար է, որպեսզի Աստծո գործերը երևան դրա վրա։ Իծնե կույրի բժշկության պարագային։ Այս պարագային Հիսուսն ասում է, այլևս չմեղանչես, որ ավելի մեծ փորձանքի չգաս։ Գիտենք, այս անդամալույցի պատմությունը եկեղեցական ավանդությունից Նարեկացին Նարեկում էլ է ասում, որ սա եղավ այն մարդը, որ Հիսուսին ձերբակալելուց հետո առաջին ապտակը տվեց Հիսուսին։ Եվ Հիսուս մարգարեաբար հատուկ այս մարդուն զգուշացնում էր, գիտենալով, որ սա պիտի իրեն առաջին ապտակը տա։ Ասում էր նայի, էլ մեղք չգործես։ Հիսուս մեզ բժշկում է եւ ասում է նայեք, էլ մեղք մի գործեք։ Բայց մենք մեր կյանքի ընթացքում Քրիստոսին ճանաչելուց հետո, Քրիստոսով ողորմություն գտնելուց հետո, քանի անգամներ ենք գլխիկոր կանգնել Աստծո առաջ։ Նորից մեղք ենք գործել։ Այս անդամալույցի նման ապտակել ենք մեր Տիրոջը։ Անարգել ենք իր շնորհը, իր փրկությունը, իր բժշկությունը։ Ամեն անգամ, երբ մենք մեղք ենք գործում, տեսեք, մենք որ լսում ենք այս անդամալույցի պատմությունը, մենք զարմանում ենք, ապշում ենք, երբեմն զայրանում ենք, ընդվզում ենք, բողոքում ենք, ասում ենք, ոնց կարա, մարդը 38 տարի հիվանդ էր, Աստված բժշկեց իրան, եւ հանկարծ ինքը առաջի ապտակ տվողն է լինում Քրիստոսին։ Մենք շատ նման ենք այս մարդուն եւ այս մարդուց ոչինչով չենք տարբերվում, երբ ամեն անգամ Աստծուց ողորմություն գտնելուց հետո նորից մեղանչում ենք Աստծո առաջ։ Եվ ամոթահար շատ հաճախ մեր աչքերը չենք կարողանում բարձրացնել, վեր նայել, մեր շուրթերը նույնիսկ չենք համարձակվում բացել, աղոթել, որովհետև այդ աստիճանի մեղանչում ենք, ամոթը մեզ սպանում է։ Քրիստոս նորից զգուշացնում է մեզ, գնա այլևս մի մեղանչիր, որ ավելի մեծ չարիքի չհանդիպես։ Քրիստոս սրա համար աշխարհ եկավ։ Քրիստոս մեռավ եւ հարություն առավ մեզ բժշկելու համար, ուրիշ բանի համար չէ, որպեսզի մեզ մեղքի հիվանդությունից դեպի արդարություն առաջնորդի, սրբի, մաքրի եւ արժանացնի իր փրկությանը։ Մենք ինչ պիտի անենք։ Մենք մի տեղ ունենք նայելու, մի խորհուրդ ունենք մտածելու, որն է մեր նայելու տեղը։ Մեր նայելու տեղը Աստված է։ Մեր մտածելու խորհուրդը որն է։ Քրիստոս հարյավ ի մեղելոց։ Եթե մենք անընդհատ այս մասին մտածենք եւ մեր աչքերը Աստծուն հարած ապրենք, մեր ընթացքը բարի կլինի, բայց շատ հաճախ մեր մտքերը աղոթքի ժամանակ, նույնիսկ պատարագի ժամանակ թողած Քրիստոս հարյավ ի մեռելոց խորհուրդը թափառում է ես իմ աշխարհի որ աղբանոցների մեջ։ Ես աղբանոցը ճակերտավոր։ Քրիստոս հարյավ ի մեռելոց օրհնյալ է